Իմ հարցս հիմա ուղղում եմ վարչապետի։ Մենք 90-ականներին ախտել ենք 20 թվից 23 թիվ։ Պատերազմի մասնակից տղաները գիտենք 5000 զոհվել, 12000 վիրավոր, օգնում եք բոլորին, բայց այն 20-30 հազար տղաները, որ մասնակցել են, դրանց մասին ինչ որ ծրագիր կա լիգոտների բանով հարցով։ Ես եթե հետևում եք իմ հայտարարությունների մեջ ասել եմ հերոսները նորից դառնալու են հերոսներ, դա բոլորին է վերաբերվում։ Այդ բոլոր մարդկանց վերաբերվում է, կապ չունի իրենց դոշին հերոսի մեդալ կպսրել են, թե չեն կպսրել։ Ով կռվել է մեր երկրի համար, ես իրենց համարում եմ հերոսներ։ Նորից իրենք ունենալու են հերոսների կարգավիճակ, իրենց ծնողները ունենալու են հերոսացին մայրերի կարգավիճակ։ Դուք մի կասկածեք, հետո ես շատ բարի մարդ եմ, ես ինչի համար մի քիչ չեմ ուզում հանդիպեմ այդ մարդկանց հետ, որովհետև դա իմ համար էմոցիոնալ ծանր է, դժվար չի հավաքեմ, խոսանք, բայց ես պետք է առաջի քայլ անեմ, օգնեմ իրենց, ամեն ինչ անեմ, նոր հանգիստ կհավաքեմ, երբ որ բոլորը արդեն գող կլնեն, նոր կհավաքեմ։ Պարոն վարչապետ, հարցս այն տղաների մասին է, որ ոչ մի կարգավիճակ չունեն, ոչ վիրավորի, ոչ զոհվածի, իրանք սաղն 44 օրյա պատերազմի մասնակից են, հարցս այդ տղաների մասին է։ Այն զոհվածներ գիտենք մեր։ Ամեն ինչին կտանք ճիշտ լուծում, համակարգված լուծում, իրենք լավ ապրելու են մեր երկրում, մեր հողի վրա, ասեցի գերիների մասին, ամեն ինչ անելու ենք իրենց համար, այս խայտառակությունը, որ ամբողջ աշխարհին առաջ մենք նայում ենք, տեսնում ենք մեր ընկերներին, մեր նույնպես ուժեղ ընկերներին, բայց այսօր անմխիտար վիճակում ամբողջ աշխարհը ծիծաղում է մեր վրա, որովհետև մեր իշխանությունները, ես արդեն կասկածներ ունեմ, որ նույնիսկ օգնել են իրենց այնտեղ հայտնվելուն, նույնիսկ վտանգ են տեսել։ Դրա համար այդ հարցը լինելու է մեր գլխավոր խնդիրներից մեկը, որ մեր լավագույն զավակները գան իրենց տները։ Ես օգնել եմ, որ կանգնի պատերազմը, բայց այս մարդը իր մեծամտությամբ, անիմաստությամբ, անշնորհքությամբ ոչ մի բանի ընդունակ չի։ Իր շուրջն էլ հավաքել է իր նման մի 3-4 հոգի ուր խանում են։ Իրենք չեն հասկանում, որ իրենց անդուն դա տանում։ Այս 3-4 հոգի ունի, որ ամեն օր իր համար դոշ տված, թե ինչի համար եք դոշ տալիս։